Ոնց էլ չլինի Արամ Խաչատրյանի արձանի մոտ ժամադրված կլինեք։ Բա գիտեք ինչ շենք է գտնվում արձանի ետևում։ Այո, օպերայի շենքը, գիտակերտին գրանցվի չմոռանա։ Իսկ ով է նախագծել օպերայի շենքը։ Էլով պետք է նախագծած լիներ, պարզ չի որ Թամանյանը։ Իդեպ Թամանյանի հետ կապված մի բան ասեմ։ Թամանյանը չի հասցնում շենքը միջև վերջ կառուցի, քանի որ 1936 թվականին նա մահանում է։ Ու իրեն փոխարինում է իր որդի Գևորգ Թամանյանը։ Եվ նա կառուցումը ավարտին է հասցնում։ Լայքս դիր չմոռանաս։ Գիտեիր, որ սկզբից որոշված էր, որ պետքա լինի ժողտուն։ Իսկ ինչա իրանից ներկայացնում ժողտունը կհարցնի իմ սիրելի հետևորդը։ Ասեմ, դա բանվոր դասակարգի համար նախատեսված շենք էր, որտեղ իրենց համար պետք է կազմակերպվեր ժամանց։ Շենքում պետքա լիներ համերգասրահ, գրադարան, լսարաններ եւ այլն, իսկ օպերայի թատրոնը պետքա լիներ հենց այդ շենքի մեջ։ Գիտեիր, որ օպերայի շենքում երկու համերգասրահ կա՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ Արամ Խաչատրյանի անվան հայկական ֆիլհարմոնիկ դահլիճը։ Լուրջ ես չգիտեի։ Բա գիտեիր, որ մեր օպերայի շենքի փոխարեն եղել է մատուռ, որը կոչվել է Գեթզեմանի։ Անունը այդպիսին էր, որովհետև մատուռը շրջապատում էր մեծ այգի, որը նմանեցնում էին Երուսաղեմի Գեթզեմանի այգուն, որտեղ տեղի է ունեցել խորհրդավոր ընթրիքը, բայց մեկը մատուռը քանդեցին, որովհետև պետք է կառուցվեր այս հսկա ու գեղեցիկ շինությունը։ Եվ վերջում չմոռանաք գրանցվել եւ հետևել գիտակերտին։ Շնորհակալություն շատ, հաջողություն։